Բարև ձեզ։ Հայաստանի եվրաինտեգրման գործընթացում քաղաքացիական հասարակության դերի եւ այլ թեմաների մասին այսօր զրուցելու եմ ժուրնալիստների ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բարսեղյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալվելու համար։ Պարոն Բարսեղյան, 2025 թվականի դեկտեմբերի 2-ից 4-ը Բրյուսելում կայացավ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորում։ Աշխարհաքաղաքական ցնցումների այս պայմաններում ռուս-ուկրաինական պատերազմ, Հայաստան-Ադրբեջան ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակ, Վրաստանում ներքին զարգացումներ եւ այլն, որոնք էին քննարկվող հիմնական թեմաները ֆորումում։ Ընդհանրապես այդ ֆորումները վերաբերելի են 6 երկրներին, Արևելյան գործընկերության, որոնք իրարից շատ տարբերվում են, եւ Եվրամիության երկրներին ու խառն են մասնակիցների իմաստով եւ քաղաքացիական հասարակության ժողովուրդն այնտեղ բոլոր այդ երկրներից որոշ բացառություններով եւ իհարկե պետական պաշտոնյաների եւ Եվրամիության անդամ երկրների եւ 6 Արևելյան գործընկերության երկրների անցած 1 տարվա անցուդարձն է լայն իմաստով քննարկվել, սկսած այնպիսի հարցերից, ինչպիսիք են կենդերային հավասարությունը, որոշումների կայացման գործընթացում կանանց ներգրավումը, տնտեսական հարցեր եւ իհարկե ամենագլխավոր հարցերից իշխանության ձևավորման հետ կապված հնարավոր ռիսկերը, անցյալի վերլուծությունը, մոլդովական դաժան փորձը, ինչպես է Մոլդովան կարողացել հաղթահարել արտաքին ճնշումները եւ ռոպագանդիստական արշավը, միջամտության փորձերը իր ընտրություններին եւ իհարկե գալիք Հայաստանի 26 թվականի խորհրդարանական ընտրությունները հունիսի 7-ին ելի մի շարք ուրիշ հարցեր են քննարկվել ընդհանրապես ովքեր մասնակցել են կամ տեղյակ են այդ ֆորում կոչվածից ազգային պլատֆորմներից գիտեն երևի որ 5 հիմնական աշխատանքային խմբեր են որոնց մեջ ներգրավված են հասարակական կազմակերպությունները ըստ իրենց հետաքրքրությունների եւ կանոնադրական նպատակների դրանցից ամենամեծը ամենասկզբում ստեղծվածը մարդու իրավունքների ժողովրդավարության հարցերով զբաղվող խումբն է նույնիսկ մի թեթև միտք հնչեց որ այդ խումբը այնքան մեծ է եւ դրա խնդիրներն այնքան շատ են, որ արժե գուցե այդ խումբը արդեն 2.5 անել, եւս մեկ խումբ ձևավորել, ի թիվս եղած 5-ի, որպեսզի արդյունավետ աշխատի այդ խումբը։ Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ այդ գլխավոր խումբը, որի մեջ եմ նաեւ ես ու մի շարք գործընկերներ, անդամների թվով գուցե հավասար է մյուս 4 խմբերին մեկտեղ վերցրած։ Եվ խմբային քննարկումներ են եղել եւ երկրներից պանելային քննարկումներ երկրների խնդիրներով մեկին օրինակ մասնակցեցին Հայաստանի քաղաքացիական ներկայացուցիչները Եվրամիության Հայաստանում տեսփանի պարոն Մարագոսի հետ դատաիրավական բարեփոխումներ եւ համանման խնդիրների քննարկում էր բնականաբար քննարկվում էր նաեւ ռուս-ուկրաինական պատերազմի հարուցած խնդիրները շատ կարևոր էր որ այդ օրերին այնտեղ էր գտնվում Հայաստանի արտգործնախարարը պատվիրակություն արտգործնախարարությունից ելույթ ունեցավ շատ կարևոր Արարատ Միրզոյանը ելույթից մի հատվածին Facebook-յան էջում եթե ես չեմ սխալվում հրապարակեցի փոխնախարարը մեկ ուրիշ քննարկման ժամանակ ելույթ ունեցավ եւ այդ օրերին ստորագրվեց այդ կարևոր հանդիպումը տեղի ունեցավ Եվրահանձնաժողովի փոխնախագահի հետ մեկ ուրիշ ընդունելության հրավիրեցին Բելգիայի սենատում որտեղ պարգևատրման արարողություններ աչքի ընկած հասարակական կազմակերպություններից երկուսի եւ որտեղ Մարթա Կոսը ելույթ ունեցավ եթե մեր լեզվով թարգմանեմ Եվրամիության ընդարձակման հարցերով նախարարը հանձնակատարը որոնք ամբողջ ընթացքում այդ 2-3 օրերի ընթացքում Հայաստանի մասին երևի տարբերություն մեր քաշի բնակչության երկրի մակերեսի բանի շատ ավելի շատ է խոսվել քան թե ուրիշ երկրների մասին ու շեշտվել է այն որ այս տարվա սկզբին ազգային ժողովը ընդունեց օրենք Եվրամիության անդամակցության մեկնարկի մասին, ճիշտ է նաև խոսվել այն մասին, որ դրանից ենկոմ գրեթե ոչինչ չի արվել, եւ երկար ճանապարհ կա անցնելու, այնտեղ կոնֆետ մուրաբա չեմ բաժանում, այդ իմաստով ես որևէ
կերպ զարմացած կամ անակնկալի եկած չեմ, թե բա ինչ սպասելիքներ ունեինք, ինչ ստացվեց եւ այլն, վիզաների վերացման կամ ազատականացման խոսակցությունները էլի մի շարք չափորոշիչներ։ Հայաստանի համար գերակա մնում է եվրոինտեգրման գործընթացը եւ որն է քաղաքասարակության դերը այդ գործընթացում։ Ընդհանրապես եկեք պայմանավորվենք, որ քաղաքասարակությունը միաձույլ չէ, ինչպես իշխանությունն է, եւ շատ բազմազան է իր մոտեցումներով, ամենածայրահեղ ուրեմն տրամադրված մարդկանցից խմբերից սկսած ամենահամբերատար հարմարվողական խմբերով վերջացրած ժողովրդավարական խմբերից սկսած հակաժողովրդավարական խմբերով վերջացրած, որքան էլ զարմանալի է, հայաստանյան քաղաքասարակության մեջ կան հասարակական գործիչներ եւ կազմակերպություններ, որոնք ատում են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, պարտությունների մեղքը գցում են ժողովրդավարության վրա եւ այլն, բայց եւ օգտվում են ժողովրդավարության բարիքներից, ստեղծում են հասարակական կազմակերպություններ, անհայտ տեղերից փողեր են ստանում, իշխանությունը չի վերահսկում եւ ուղղակի խոր նողկանք ունեն ժողովրդավարության նկատմամբ։ Ես հարցի ենթատեքստը ընկալում եմ որպես քաղաքասարակության մի խմբին ուղղված հարց, թե ինչն ինչոց է։ Մեր խումբը, ովքեր լուրջ են ընդունել ժողովրդավարությունը, սահմանադրական կարգը, մարդու իրավունքները, շատ մեծ չէ այդ խումբը։ Այս խումբը համարում է, որ Հայաստանի լավագույն ապագան աշխարհի լավագույն փորձը կիրառելն է եւ ինտեգրվելն է լավագույն սխեմաներին։ Ճիշտ այնպես, ինչպես մարդը եթե փող ունի, գնում է լավ հեռախոս, քան թե վատ հեռախոս, գնում է լավ ավտոմեքենա, քան թե վատ, գնում է ոչ թե սուխումի հանգստանալու, որտեղ ենթակառուցվածքներ չկան, այլ գնում է այնտեղ, որտեղ հարմար է։ Հասարակ տրամաբանություն է ասածս, էլի։ Եթե նկատեցիք ազգ, ազգային, հայրենիք, հայրենասիրություն, նվիրում, իղձ, մաղձ, բան, այդ բառերը չկային դրա մեջ, մտնենք սասուն, հասնենք վան, սա շատ մարդկային ցկտում է։ Բոլոր մարդիկ կարծես թե այդպիսին են։ Մենք համարում ենք, որ եղած աշխարհակաղակական դրության մեջ, իմ անունից խոսեմ, ես համարում եմ, որ Եվրամիությունը լավ օրինակ է եւ լավ հանգրվան է, որպեսզի Հայաստանը ունենա պատշաճ, օբյեկտիվ, անհրաժեշտ զարգացում դեպի բարեկեցություն։ Այն մարդիկ, ովքեր այդպես էին համարում, հավաքվեցին անցած տարի ամռանը ստորագրություն հավաքեցին, դիմեցին իշխանությանը, որ բերեք օրենք ընդունեք այս մասին։ Դատելով իշխանության ներկայացուցիչների խոսքերը, ելույթները անցած տարվա այդ փուլի ընթացքում, խոսքերից դատելով, իշխանությունը լուրջ չէր ընդունում այդ կոչը, մարտահրավերը, բայց հենց տեսավ, որ այս փոխանակ 2 ամսվա ընթացքում հազիվ 50,000 ստորագրություն հավաքեին, 40 օրում 60,000 հավաքեցին, նկատեց, որ քվե է կորցնում, եթե դեմ գնա դրան, օրենք չընդունի, ձին տագից ինչ-որ չափով կսկսեր փախնել կամ խրտնել, որոշեց արագ այդ հանրային համակրանքը կամ խաղապարի աջակցությունը վերցնել իր վրա եւ այս տարվա սկզբին փետրվար-մարտ, եթե չեմ սխալվում, ընդունեց օրենք Եվրամիության անդամակցության մասին։ Դրանից հետո բացի մի երկու ելույթները փաստացի իրավական դաշտում չեմ նկատել, թե ինչ-որ բան արած լինեն, գուցե աննշան բաներ արել են, մոռացել եմ, օրինակի համար ստեղծել փոխվարչապետի պաշտոն, որը պիտի զբաղվի Հայաստանի եվրոինտեգրման հարցերով, դրանից բացի ստեղծել նախարարություն կամ բոլոր նախարարություններում ունենալ մեկ փոխնախարար անհրաժեշտ եւ բավարար աշխատակազմով։ Մարդիկ թող չվախենան, էլի հաստիկների կամ աշխատակազմի ուռճացումի նկատի չունեմ, որոնք պիտի բոլոր հնարավոր նախարարական գործառույթները կամ նախարարությունների գործառույթները արդեն դիտարկեն, վերակառուցեն, նորոգեն, փոփոխեն, լրացնեն, լրամշակեն Եվրամիության ինտեգրման համատեքստում։ Պրիմիտիվ բաների մասին էլ ասեմ, էլի։ Ամենուր Հայաստանի դրոշի կողքին պիտի լինի Եվրամիության դրոշը, որպես խորհրդանիշ, ուղենիշ, կարող են ուրիշ երկրներից օրինակ վերցնել, կարող են չվերցնել, ահա, եւ սա չի արվել։ Տարբեր պայմանագրեր գնալ Բրյուսելում ասել մեզ մի քիչ օգնեք, որպեսզի արտաքին իրենց բառերով հիբրիդային հարձակման դեմն առնենք, իմ բառերով ռոպագանդիստական արշավի դեմն առնենք կամ միջամտության դեմն առնենք Հայաստանի ընտրության, դա կարող են։ Եվրամիությունն էլ ասում է, ինչ է պետք, անուշ ախպեր, ասա, փող, ահա փող, փորձագետ է պետք, ահա քեզ փորձագետ։ Բայց եթե ուզում ես շարժվել տեղից հետ, կոնե շարժվիր, էլի, այն բանի պես չլինի։ Անեկդոտ կա, չէ՞ որ մեկը
միշտ եկեղեցում աղոթում է, Տեր Աստծուց խնդրում է, որ ինքը վերջապես լոտոյով ավտոմեքենա շահի։ 10 տարի աղոթելուց հետո Աստված զայրանում ասում է՝ տղա ջան, կեղնի գնաս մի հատ լոտո առնես վերջապես, էլի։ Շարժվի տեղից է, հետո նոր արիստեղ բաներ արա։ Հա, Եվրամիությունը միշտ պատրաստական է եղել ժողովրդավարական կամ ժողովրդավարության գնացող երկրներին օժանդակել։ Քաղաքասարակության այն խումբը, որը ներգրավված է այդ process-ներին, ջատագովում է, որքան կարողանում է։ Տարբեր ենք մենք իդեպ, էլի։ Մարդ կա, ասենք 10 տարի մասնակցում է այդ ֆորումներին, ելույթ ունեցած չկա։ Մարդ կա միշտ ելույթ է ունենում, շատ տարբեր է։ Նշում եք, որ Եվրամիությունը անդադ պատրաստական է, հա, միշտ պատրաստական է աջակցելու։ Ես նկատել եմ, այո։ Ինչն է խանգարում Հայաստանի կառավարությանը անել գործնական քայլեր այս պարագայում։ Բան կա, 3 միլիոն պարգևավճար ստացող պատգամավորներ կան, այդ թվում նաև Գյումրուց։ Ընկերական խորհուրդս այն է, որ այդ մարդկանց հրավիրեք ստեղ։ Եթե չեն գալիս, ստեղ ցուցանակ դրեք, որ հրավիրված է, չի եկել, այդ բոլոր հարցերը պետք է ուղղեք իրենց։ Ձեր կորզն է իհարկե։ Իմ կասկածներն այն են, որ Հայաստանի իշխանությունները վախեցած են ընդհանրապես, բոլորը պարտավոր են վախեցած լինելու զգացում ունենալ, սա շատ մարդկային բան է, բայց կառավարիչները պիտի ավելի սթափ գնահատեն ռիսկերը եւ հնարավորությունները, ուժեղ թույլ կողմերը։ Ինձ թվում է, որ Փաշինյանի կառավարությունը վախենում է Ռուսաստանի զանազան հակազդեցություններից, լարսը փակել, գազը կտրել, ստեղ հազարումից է վիսանուցել տարբեր խմբերի պրոպագանդայով բանով։ Ինձ թվում է, որ այդ ռիսկերը այս իշխանությունը կերակնահատում է այս պահին եւ փորձում է երկու ծիերի վրա նստել, Անդրանիկ Զորավարի արձանի պես, հա, Երևանում անդուր վիճակ է, դժվար է այդպես ինչ-որ տեղ գնալ, հա, մանավանդ ծիերը տարբեր ուղղությամբ են գնում։ Ֆաշիստական քաղաքականություն վարող Կրեմլը մյուս կողմից Եվրամիության հետ փորձում է համատեղել, միաժամանակ մնում է Եվրասիական տնտեսական միության մեջ, սա տնտեսական մի համակարգ է, որտեղ լինելով անդամ լինելով, հիմնադիր անդամ լինելով, ոչ ու բարով Սերժիկ Սարգսյանի պատճառով չես կարող քո տնտեսությունը ինտեգրել Եվրամիության տնտեսությանը, 500 միլիոն բնակչությամբ տնտեսությունը երկրորդ պլանում է, հասարակ բան, մարդիկ օրինակ կարող են շատ չխորանալ այս պատմության մեջ, բայց հասարակ հարց տան իրենց էլի, Վրաստանում $5,000 ավտոմեքենան ստեղ ներկրելու դեպքում կարող է արժանալ 10-15-20 հազար, որովհետև դու Եվրամիության անդամ ներողություն, Եվրասիական տնտեսական միության անդամ ես եւ ոչ թե դրանից դուրս։ Անշուշտ տնտեսագետները հեշտությամբ կհաշվեն կասեն, որ անհամեմատ շահեկան դիրք կունենար Հայաստանը, եթե չլիներ այդ գետոյի մեջ, կոնցլագերի մեջ, որը մոգոնել է Մոսկվան, անշուշտ անցման փուլում վնասների ռիսկեր կան, երբ սկսում ես Եվրամիության հետ ազատ առևտրի հնարավոր համաձայնության հանգել եւ սկսում ես ապրանքը փորձել արտահանել, ենթադրենք Եվրամիությունը սկզբնական փուլում այո, իսկապես ստանդարտների համապատասխանեցման հարց կա, շշերը, շշի պերանը, խցանը, կապրոնը, կափարիչը պետք է կապված լինի տագիպանին, որ փոգելուց չշպրտեն, ինչպես ահագին երկար ժամանակ մեզ մոտ էր, հիմա նոր սկսել են օրինակ հասարակ բան է, չէ, սդից բան է։ Անասնապահական, բուսաբանական, բուսաբուծական եւ այլն, այդ ամբողջ ստանդարտները պիտի համապատասխանեցվեն Եվրամիության ստանդարտներին, բայց շեշտում եմ այդ դեպքում Եվրամիությունը պատրաստ է օգտակար լինել։ Ես չեմ ասում առաջին անգամ չի ասվում, սա պետք է վճռական լինի, բանի է նման էլի են։ Լինում են չէ արխայիկ ընտանիքներում կամ նահապետական, երբ երիտասարդ զույգը մտածում է գնալ առանձին ապրել, թե չապրել, էլի կարող է չդիմանանք, կարող է ետքանք մամա են ստում, պապա են ստում, հատարապես էս մյուս կողմից էլ պապան ու մաման փեդը ծերը կանգնած են, թե ջոկ կուզեք ապրիք, չհասկացանք, մոտավորապես էս դրությունն է, որտեղ իշխանությունը հնարավորից վախեր պետք է ունենալ, ռիսկեր կան, դրանք պետք է կանխատեսել եւ կառավարել, հնարավորից պակասն է անում։ Իհարկե կարող են հակաճառել, ասել տեսեք Ադրբեջանով ճանապարհ է բացվում, գալիս գնում են, դրանով կախումները թուլացվում են, դա էլ է քայլ, բան չասինք էլի, հա, Ռուսաստանն է սկսում ավելի փափուկ վերաբերվել, տեսնելով, որ Հայաստանը այլ ընտրանքներ ունի հաղորդակցության, ուզում է փայ մտնել,
մեղրու ճանապարհից օգտվել կամ բաժնետեր լինել, չգիտեմ ինչ փողերով ճիշտն ասած, հա, ահա այս տեսակ խնդիրներ կան, որ իշխանությունը ըստ իսկ կաշկանդում են։ Գուցե պատճառը բոլորովին այդ չէ։ Դրա համար ստեղ պետք է ԿՊ-ի ժողովուրդը կա եւ բացատրի։ Գուցե սերն է պատճառը, բանը, ինչի անունը Կրեմլ, Պետերբուրգ ու ես իմ ուրիշ ինչ կան դեղ, Մակատ, ձանիվ քշել, լիքը բաներ կան, թույլ տվեք ես չհեգնեմ էլի այդքան շատ, որովհետեւ բավարար քննադատել ենք, արդյունքը 0-ին մոտիկ է ցավոք։ Պարոն Բարսեղյան, յուրաքանչյուր տարի չափում է Արևելյան գործընկերության կայունության ինդեքսը։ Հայաստանը 6 երկրների շարքում որտեղում է ձեր կարծիքով։ Ամենասկզբում 10 թվական կարծեմ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումը ստեղծվեց։ Շեշտում եմ, դա ուրեմն 6 երկրների վերևում Բելարուս, Մոլդովա, Ուկրաինա եւ Հարավային Կովկասում Հայաստան, Վրաստան, Ադրբեջան 6 երկրների հետ հարևանության ծրագրին հաջորդող մի խոշոր ծրագիր էր Եվրամիության։ Ուզում եք զարգանաք մի քիչ, մեզ հետ գործընկեր լինեք, ասոցիացվող անդամ լինեք, որովհետև Եվրամիությունն ուզում է, որ հարևանները բանը խաղաղ ժողովուրդ լինեն, քան թե հարբեցող, ծեծող, սպանող, մորթող եւ այլն, ցանկացած մեկը թող իրեն հարցնի, թե ինչպիսի հարևան կուզեր ունենալ։ Այն բոլորը կհիշեն իրենց հարևաններին, էլի գոհեն, դժգոհեն։ Այն ժամանակ, երբ այդ ամբողջը հիմնվեց, համարվում էր, որ դե Հայաստանը մարտի 1 էր ունեցել, անցել էր ընդամենը 2 տարի մարտի 1-ից, լավ չէր վիճակներս, էլի, հա։ Ադրբեջանն ու Բելարուսը արդեն հայտնի էին որպես ավտորիտար երկրներ, Հայաստանը ըստ երևույթին էլի ավտորիտար էր ահագին։ Հա, հետ ժամանակի ընթացքում սկսեցին այդ իշխանությունները 6 երկրների իրենց վարքով որակ հաղորդել պետությանը։ Հիմա օրինակ մենք ունենք բան այդ 6-ի մեջ ունենք խիստ բռնապետական երկրներ Բելարուս, որտեղ քաղաքասարակություն բարի բուն իմաստով չի մնացել, սովետական տիպի քաղաքասարակություն է մնացել, ասենք ինչպես կար սովետի ժամանակ նկարիչների միություն, կոմպոզիտորների միություն, չգիտեմ, սպորտային ֆեդերացիաներ եւ այլն։ Մնացածը, ովքեր գալիս են այդ ֆորումներին են մասնակցում, նրանք վտարանդի են, վզգնանի, այսինքն փախել են ճարները կտրած 20 թվականի բելարուսական ընտրություններից հետո, հիմնականում Բելարուսում են, եվրոպական երկրներում են, ընդեղից գալիս են մասնակցում են որպես Բելարուսի քաղաքասարակություն։ Ադրբեջանականի երևի թե բռնապետական որակներով կարելի է ասել երկրորդ տեղում շատ չի զիջում Բելարուսին, բայց զիջում է Ադրբեջանն է, ասեմ ինչով է զիջում, այսինքն դեպի լավն է մի քիչ, բայց այդ լավ ասածս Հայաստանից, Վրաստանից կիլոմետրերով հեռու է։ Ես ամեն անգամ Ադրբեջանի ներկայացուցիչներին հարցնում եմ, թե քանի քաղբանտարկյալ կա, սա դժվար հարց է իհարկե իրենց համար, որովհետև հրապարակային է հարցը, հրապարակային պիտի պատասխանվի, բոլորը գիտեն մոտավորապես ինչ կան կա, բոլորը գիտեն վիճակը, ուղիղ խոսք ասել, դա նշանակում է գնալ իջնել Բաքվի օդանավակայանում եւ ձերբակալվել, մոտավորապես այս ռիսկը կա։ Ստել խաղ խայտարակ են լինել այնտեղ, մոտավորապես այս բաները կան։ Օրինակ անցած տարի Վիեննայում երբ հարցրեցի, մենք չգիտենք, մենք չենք հետազոտում, բայց փորձագետները ասում են, որ 350-ի կարգի այս անգամ ասին 400-ից ավելի։ Դրանց մեջ իրավաբաններ են, իրավապաշտպաններ են, որոնցից մի քանիսին ես գիտեմ 15-20 տարի առաջվա ծանոթությունից, իրենց գործի կարգին մարդիկ են, երբեք ֆաշիզմով աչքի չեն ընկել։ Հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, բաներ, եւ ով խելոք չի մնում, բանդերում սպանություններ, այդ քաղաքական գործիչների մեկին բռնել էին, որ ընդհանրապես կապ չունի, էլի, կին էր թմրանյութերի եւ իբր փողերի լվացման, բայց հասարակական կազմակերպության ղեկավար էր, հա, եւ մի քանիսը կան, մի խումբ կա ադրբեջանցի հասարակական առավելևս քաղաքական գործիչներ, որոնք արտերկրում են, վաղուց փախել են, փրկվել են, Բաքվում այդ մարտավորսի ժամանակ կարողացել են թաքնվել դեսպանատների շենքերում, հետո տարբեր երկարատև բանակցությունների արդյունքում կարողացել են հասնել նրան, որ դեսպանի հետ կամ դրսից եկած որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ այդ դեսպանատան տեր երկրի կարողացել են հեռանալ երկրից, նրանց հետ ենք շփվում։ Նախկինում համարվում էր, որ
առաջին տեղում ոնց որ թե Մոլդովա-Ուկրաինան են ժողովրդավարացման ցուցանիշներով, եվրոինտեգրման եւ իհարկե Վրաստանը, եւ երբեմն այդ երեքը իրար հետ տեղերը փոխում էին, էլի ով է ավելի առաջ ժողովրդավարության ցուցանիշներով, իսկ ցուցանիշները կառուցվում են բազմաթիվ չափորոշիչներով, մարդու իրավունքներն են, քաղաքացիական ազատություններն են, քաղաքական իրավունքներն են, տո կանանց դերակատարումն է, ես չգիտեմ, հանրահավաքների ժամանակ հավաքների ազատության իրավունքն է եւ այլն, ընտրությունների որակը բնականաբար կեղծիքների ծավալը եւ Հայաստանը երևի թե մի 4-5-6 հեղափոխությունից առաջ, սխալ ասացի, հեղափոխությունից առաջ համարվում էր միշտ ամուր 4-րդ տեղում։ Արժևում այդ եռյակներ Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, հետո Հայաստանն էր, Հայաստանը ոչ են խմբում էր, ոչ են ադրբեջանա-բելարուսական խմբում էր։ Հեղափոխությունից հետո Հայաստանում որոշ փոփոխություններ եղան, օրինակի համար ընտրությունները դարձան անհամեմատ ազատ, քան թե նախկինում էին։ Ընտրակեղծարարությունը կազմակերպված վերացավ։ Ու բազմաթիվ ուրիշ բաներ, ինչը Հայաստանի դիրքերը բարելավեց ընդհանուր առմամբ եւ Վրաստանն էլ դժբախտաբար նահանջ դրսևորեց, Վրաստանում տեղի ունեցած անցած մի քանի տարիների զարգացումները այդպես են գնահատվում, ու հիմա համարվում է, որ նույնիսկ ուկրաինական դրությունն էլ հիմա դժվար է գնահատել, գնահատվում է վերապահումով, այսինքն պատերազմական դրությունը Ուկրաինայում թույլ չի տալիս Ուկրաինան դիտարկել խաղաղ ժողովրդավարական պետության գնահատման չափորոշիչներով։ Օրինակի համար, երբ բոլորը զինված են, շատ դժվար է այդտեղ խոսել ժողովրդավարության են բոլոր չափանիշների մասին, որոնք վերաբերելի են ակտիվ պատերազմ չունեցող երկրներին։ Այս իմաստով բացառություն համարենք էլի Ուկրաինան, Մոլդովան է համարվում առաջին տեղում իր զարգացածության, ժողովրդավարացման, մարդու իրավունքների պաշտպանության ցուցանիշներով, հետո Հայաստանը կամ Հայաստանի հետ Ուկրաինան, հետո նոր գալիս է ուրեմն Վրաստանը ոնց որ գրավում է առաջվա Հայաստանի տեղը, 4-րդ տեղը, հա։ Հետո նոր Ադրբեջան, հետո ուրեմն Բելարուս։ Այդ վերջի երկու երկրի վիճակը խայտառակ է, որևէ բանի մեջ չի տեղավորվում, որևէ բանակցության քննարկման առարկա չէ։ Երկու երկրների իշխանություններն էլ ճանում են բարբերաբար ունենալ Եվրամիության համակրանքը, երբեմն կերպարի իմիջի, այսպես ասած, խնդիրներ են ունեն, թե ասա բռնապետին իմիջը որն է, էլի։ Քադաֆիի նման, ասենք Փարիզի կենտրոնում վրանը խփես քո համար ապրես, դուրդ կան նավթի համար եւ այլն։ Այս բաները կան, էլի։ Վրաստանի պատվիրակները եւ ելույթ ունեցողները, մեր հին ու նոր ընկերները նույնիսկ անզեն աչքով կարելի է տեսնել, թե այդ մարդիկ ինչ գեշ վշտացած են, էլի ծանր են տանում շատ։ Հասարակական կազմակերպությունների գործունեության խոչընդոտներ, որ իրենք էին նկարագրում, որոշակի ազատությունների սահմանափակում շատ էին նեղված։ Մենք գրեթե այդ վիճակում էինք 13 թվականին, երբ Վիլնյուսում նոյեմբերն էր, եթե չեմ սխալվում, Վրաստանը եւ Մոլդովան ստորագրեցին ասոցիացիան համաձայնագիրը, Ուկրաինան հրաժարվել էր Յանուկովիչի ժամանակ եւ Հայաստանը այն խայտառակ պատմությունը հիշում եք, տխրահռչակ Սերժիկ Սարգսյանի ծերամբ Եվրամիության ինտեգրման կամ ասոցիացիան ճանապարհից շրջադարձ արեց, տարավ մտցրեց հետադարձ, հա։ Տարավ մտցրեց Եվրասիական տնտեսական կետ Տոմաքսային միություն այսպես կոչված, մենք էինք մեղմ ասած կապտած քաղաքասարակության ներկայացուցիչ, շատ ծանր սրտով էլի 13 թվին եւ շատ ուրախ էին մոլդովացիք ու վրացիք։ Ուկրաինացիք օրինակ ընդդիմություններ եկել այդ ֆորումին 13 թվականին Վիլնյուս եւ խորհրդանշական համաձայնագիր ստորագրեցին Յացենյուկ, բան եւ այլն, ասելով, որ մենք ստորագրում ենք Յանուկովիչը գնալու է, ցեվ չկա, դա 13 թվի նոյեմբերն էր։ Հետո ցույցեր Կիևում, Մայդանը, 100 հոգու գնդակահարությունը եւ 14 թվականի փետրվարի 2021 Յանուկովիչը փախավ, վերջապես տեղի ունեցավ Ուկրաինայում հեղափոխություն, հետո Ուկրաինան միացավ Վրաստանի եւ Մոլդովայի խմբին, սա որպես համառոտ պատմական էքսկուրս։ Առայժմ Հայաստանի վիճակը գնահատվում է Մոլդովայից հետո երկրորդը։
կայունության բանի իմաստով կամ քաղաքական կայունության իմաստով որոշ դեպքերում կարելի ասել, որ ավելի լավ է վիճակը առայժմ։ Դե թեմանտրությունները լիքը արկածային բաներ ենք տեսնելու։ Օրինակի համար շատ մեծ է կասկածները, որ եթե հանկարծ մոլդովական սփյուռքի քվեարկությունը չլիներ, 280,000 հոգի Մոլդովայում իրենք դա թույլ տվեցին, էլի։ Հնարավոր է, որ այս իշխանությունը չպահպանվեր կամ Սանդուի իշխանությունը ունենար հարաբերական մեծամասնություն եւ ոչ թե բացարձակ 56%, ինչպես ստացավ եւ կարողացավ միանձնյա դառնալ իշխանություն։ Հայաստանի դեպքում Հայաստանի իշխանությունները ինչպես 18 թվականից առաջ, այնպես էլ 18 թվին շատ ինտենսիվ խոսել ենք այն ժամանակ իշխանությունների հետ, թե բերեք Սփյուռքին քվեարկելու հնարավորություն տանք։ Ես պնդել եմ դա եւ մինչեւ հիմա համարում եմ, որ դա կարելի է անել եւ հնարավոր է եւ դրանից վնաս չկա։ Իշխանությունների մտավախությունը մեր դեպքում միշտ եղել է թե բան է։ Դե ուղիղ չի ասվել, բայց հասկացվել է, հրապարակային չի ասվել, որ Ռուսաստանում տնելու են 1.5 միլիոն մարդու լցոն են ուղակի ճնշման տակ, թելադրանքի տակ։ Ահա իսկ բայց այն գյուղում Հայաստանի քաղաքացի ունեցող խոպանչին չի կարողանալու քվեարկել, դա անարդար կլինի, սրանք ձևական արդարացումներ են։ Ասածս այն է, որ եթե Հայաստանում ընտրությունների արդյունքում 21 թվին իշխանությունը պահպանել է իր դիրքը 53%-ով, Մոլդովայում եթե սփյուռքի քվեարկությունը չլիներ, գուցե այդպես 56 չտանային, կարող է 48 տանային, 40 տանային եւ այլն եւ այլն։ Բայց Մոլդովան մեծ նվաճում ունի այդ իրենց ընտրություններին արտաքին միջամտությունը կոտրելու հարցում։ Եվ վերջերս Կալասի հայտարարությունը, որ մեզ դիմել է Արարատ Միրզոյանը ու խնդրել է օգնություն արտաքին միջամտության դեմ ընտրությունների ժամանակ, իսկ մենք աջակցում ենք 3 թիվ է, չէ, հրապարակվել $500 միլիոն, այն ամսի 2-ին Բրյուսելում $15 միլիոն եւ հետո $5 միլիոն եվրոներ ներողություն։ Հա, որ աջակցվել, թե ինչպես է աջակցվելու, ինչ է արվելու այդ գումարը, որքանով է թափանցիկ ծախսվելու, սա հարցերի հարցն է հիմա։ Ես ու ահագին մարդ շահագրգիռ ենք, որ այդ գումարներով որևէ քաղաքական ուժին առավելություն չապահովվի, այլ ապահովվի ազատ եւ արդար ընտրություններ։ Օրինակ խափանվի դրսից որևէ ֆինանսական ներարկումը ընտրությունների մեջ։ Մոլդովայում օգտագործել էին մոլդովական եկեղեցին, փորձել էին օգտագործել հակաեվրոպական քարոզների բաների համար։ Փող էր բերել գրպանով, կրիպտոյով, ծածկարժույթով, հա, եւ այլն։ Սրանք բաներ են, որոնք մեզ սպառնում են հենց հիմա, դա տեղի է ունենում։ Համեմատաբար փոքր ծավալներով առայժմ իշխանությունը եւ մի քանի հասարակական կազմակերպություն օպերատիվ արձագանքողի դերում են, fact checking են անում, փաստերի ստուգում են անում, դա արդյունավետությունն էլ կարելի է խոսել իհարկե, բանը նոր մեթոդներ է գտել ողերին բարեկամը արտասահմանյան մեդիաներում փողերով ինչ-որ բաներ է տպել տալիս, հայաստանյան մանկլավիկները արտատպում են դրանք, տեսեք թուրքական մամուլում այսպիսի բան է, եթե կուզեք, ասենք, երկրորդ մեջ ես կազմակերպեմ ցանկացած նյութ, ցանկացած երկրի դոմեյնով հրապարակվի, դրեք բանը հղում արեք, ասեք այսպես, այդ մեթոդները հայտնի են, նորություն չեն, բացահայտվում են, արագ հրապարակվում են, բայց կանխարգելիչ միջոցառումների իմաստով Հայաստանի իշխանությունները գրեթե ոչինչ չեն անում։ Բանի են նման, էլի կներեք, ասենք, քրեական հանցագործություններից հետո դիակներ հավաքող ոստիկանների են նման։ Չեն ապահովում պայմաններ, որ այդ հանցավորության մակարդակը ցածր լինի, կանխարգելում, այնիշ կարող էին անել։ Սև փողերը մաքրել այդ լրատվամիջոցների եւ դրանց հայրիկ-մայրիկ կուսակցությունների տակից։ Պարոն Բարսեղյան, այնուամենայնիվ, որքանով ենք մենք մեծացել Եվրամիությանը եւ որքան ենք դարձել ժողովրդավարության եւ օրենքի գերակայության երկիր։ Դա այդպես մի բառով գնահատել չի լինի, եթե 8 տարին համեմատենք, հա, անցած։ Հիմնական դրական տեղաշարժը, որ ես նկատել եմ, ընտրությունների որակի շեշտակի փոփոխությունն է։ Սա բոլորովին չի նշանակում, որ մեր երկրում ընտրությունները դարձել են բացարձակ ազատ եւ արդար։ Ոչ, արդար չեն, որովհետեւ լիքը սև փողերով խաղացողներ, կողացած մեզնից կողացած փողերով խաղացողներ կուսակցություններ են մոգոնել իշխանության վերադառնալու համար։
Եվ դա ծախսում են ընտրությունների ժամանակ, մանդատներ են ստանում, ելի են ծախսելու, ելի են ստանալու, որտեղ այս իշխանությունը չի խափանելու դա։ Բայց ակնհայտ է, չէ՞ որ իշխանությունը չի կազմակերպում փողով քվե կնելու միջոցառումներ, ինչպես եղել է նախկինում։ Ավտոներով բերել, անձնագրերը հավաքել, ցուցակով պլյուս մինուս տնել, տեղամասի դիմաց փողերը տալ, տեղամասերում բաները արձանագրությունները կեղծել, լցոնել քվեատուփերը, բաները մենք դրանք հիմա չենք տեսնում, չկան։ Հա, այս իմաստով ընտրությունների որակը շեշտակի բարելավվել է։ Եթե կուզեք ասենք 10%-անոց որակից հասել է, ասենք 80%-անոց որակի։ Մոտավորապես իմ թվային գնահատականը սա է։ Խոսենք ընտրությունների, հա, մասին, սպասվում են ընտրություններ 2026 թվականին, ինչ զարգացումներ են հնարավոր եւ որն է քաղաքասարակության դերակատարումը։ Քաղաքասարակության մի խումբ կա, որն ասում է թաղեմ ընտրությունները ճիշտը Պիլագով Ստալինն է, Ստալինի պես մի հատ Պիլագով տղակար, հա, ինչ է անունը, գլխավոր շտաբ Սերժիկ Ռոբիկ, դուք այդքան տարի թագավորել եք, բանը մի հատ հավատարիմ գեներալ չունեք, որ ելնի սրանց հերն անիծի, վերջապես ինձ թվում է ինձ ծանոթ խոսքեր են, ինչ-որ տեղից լսել եմ ես դա, մի խոսքով ելնեք, վերջապես փրկեք երկիրը, էլի, հա։ Հա, այդպիսի, դա էլ է քաղաքասարակության ներկայացուցիչի խոսք։ Եվ բազմիցս մենք դրա ռեպլիկացիաները կամ բաները վերարտադրությունները լսում ենք։ Այն քաղաքասարակությունը, որ խմբում ես եմ, որը պահանջում է շատ կատեգորիկ կտրուկ փոփոխություններ ու իշխանությունները իրենց վարկով գտնվում են մեր խմբի եւ նախկինների արանքում։ Ոչ թե մենք ենք գտնվում երկուսի արանքում, իշխանությունները շատ ավելի նախկիններին հաճելի դիրք ունեն բռնած, քան թե մեր պահանջներն են 18 թվականից եւ առաջ եւ հատկապես իշխանափոխությունից հետո հարկավոր է խափանել բոլոր հնարավոր անօրինական միջամտություններ ընտրական process-ին։ Մի քանիսի մասին ես արդեն ասացի։ Հարկավոր է բոլոր սև փողերը մեզնից թալանած, գողացած կապիտալներով ստեղծած կուսակցությունները մի քանի տասնյակ գրասենյակներով իրենց լրատվամիջոցներով կամ միկրոֆոն բռնողների խմբերով, հա, մաքրել այդ փողերը նրանց տակից, որպեսզի մրցակցությունը լինի հավասար։ Այս իշխանությունը հետաքրքրում է, որ ինքը բացարձակ մեծամասնությամբ հաղթի ընտրություններում։ Բայց իրեն չի հետաքրքրում, որ եթե նույնիսկ հաղթի, այնտեղ ընդդիմության տեղերը ովքեր են զբաղեցնելու։ Եթե զբաղեցնելու են Քոչարյանների, Սերժ Սարգսյանների, то չգիտեմ, Տաշնակցյան, Վանեցյանների ժողովուրդը, իշխանությունը դա չի մտահոգում։ Իշխանությունը մտածում է, որ լավ է դա ինքը ձայների մեծամասնությամբ կհաղթի, կառավարություն կձևավորի, ազգային ժողովում կրկնվելու է այն նույն կորդեբալետը, ինչ եղել է փաստորեն մինչև հիմա։ Այս իմաստով մինչև դրանք չմաքրվեն, մենք արդար ընտրություններ չենք ունենա, ազատ քվեարկություն կունենանք, բայց արդար ընտրություն մինչև հիմա իշխանությունը չի հասկացել, թե կամ չի պարզել, թե ասենք ինչու պիտի հանրապետական կուսակցությունը Հայաստանի լավագույն շենքերը ժամանակին ետ գցեր որպես կուսակցության գրասենյակներ։ Ինչու է դա իրենց հաջողվել, մի շարք ընդդիմադիր կուսակցություններին չի հաջողվել։ Ով պիտի շտկեր դա չի արել։ Պրոպագանդայի թեմն առնել, արտաքին ֆինանսական հոսքերը, որոնք պիտի կան այս կամ այն կուսակցությանը ներարկելու, Հայաստանը ենթակայացնելու ինչ որ մի ողերին բարեկամի, այդ ամբողջը պիտի խափանվի, բացահայտվի եւ խափանվի։ Այս իշխանությունը արդեն ցույց է տվել, որ ինքը բավարար կարողություններ չունի դա անելու։ Եվրամիության տեղը լինեմ, կասեմ այդ, որ մեզնից օգնություն եք խնդրում, որ ընտրություններում արտաքին ազդեցությունը խափանեք կամ օրինականությունը պահպանեք։ Դուք ներսում ձեր ձեռքի այս գործիքներն ինչի՞ չեք կիրառել։ Կլինի, որ տան պատերը ուրեմն լինի, ուրեմն մքլած սարդոստային սնգեր-մնգեր, Շուշեն ջարդել է, դու գնացել ես հարևանին, ասում ես օգնի, ես Շուշեն գցեմ, էլի։ Մի հատ գնա տանդ մեջ մաքրությունը արա, հականեխիր, չեզոքացրու բոլոր ռիսկերը։ Հետո նոր կզգաս, որ ռեսուրսները չեն հերիքում, գնա արտաքին օգնություն խնդրիր։ Մի խոսքով բանը, այս իշխանությունը վախենամ անկարող է այդ բոլոր ռիսկերը պատշաճ կառավարել։ Եվս մեկ հարց, պարոն Բարսեղյան, եւ ամփոփենք համաձայն ֆորումի կողմից ընդունված բանաձևի Վրաստանում, Ադրբեջանում եւ Բելարուսում կրճատվում է քաղաքացիական տարածքը։ Ինչպիսին է իրավիճակը Հայաստանում այս առումով։ Այս իմաստով ես չեմ կարծում, թե հասարակական կազմակերպությունների գործունեությունը խոչընդոտվում է, իշխանությունը փակում է, օրենքների մեծ սահմանափակումներ է դնում, որ չկարողանան գործել, արտաքին ֆինանսավորումը կասեցվում է, իհարկե խայտարակ մի դրույթ կա, որ
եթե չեմ սխալվում, 115 միլիոն դրամից ավելի դրամաշնորհային մուտքերի դեպքում մեկ տարվա ընթացքում ավելացված արժեքի հարկով պիտի հարկվի այդ հասարակական կազմակերպությունը։ Սրա դեմ դիմումներ բաներ հասարակական կազմակերպությունների խմբեր ունեն դիմաց կառավարության, առայժմ պատասխան չկա։ Հա, ես չեմ հիշում ճիշտ ասած կրճատման սահմանափակման իշխանության կողմից նկատի ունի այդ հայտարարությունը, որ իշխանությունն է սա անում, կամ իշխանությունը աչք է փակում որոշ այլ ուժերի կողմից ճնշումների նկատմամբ այդ երկրներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների դեմ։ Իսկ այդ երկրներում տարբեր չափերով են էլի կրճատվում, այդ երեքը իհարկե մի ցանկում են, հա, բայց ես արդեն ասացի, ամենածանր դեպքը Լուկաշենկա կոչվածի երկրում է, հետո մի քիչ ընդամենը ավելի լավ Ադրբեջան, հլնդեղից որ մարդիկ գալիս են էլի այդ երկրից գնում են։ Ճիշտ է, մենք հասկանում ենք, որ բոլորը պիտի անպայման բան լինեն, հավատարիմ լինեն Ալիևի բռնած կուրսին, ճիշտ է, ֆաշիստական ռեպլիկներ չեն անում եւ այլն, իսկ Վրաստանում անհամեմատ լավ է այս երկու երկրների համեմատ, բայց գնահատական ընդհանուր առմամբ ընդունվել է ֆորումի կողմից, ինչին ես համամիտ եմ։ Շնորհակալություն հարցազրույցի համար, պարոն Բարսեղյան, ես հիշեցնեմ, որ երկխոսության լսարանում իմ հյուրն է ժուրնալիստների ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը։ Ցտեսություն, կհանդիպենք։